կանցնենք պրակտիկ մասին և խորհուրդներին, որոնք պետք են քեզ քո կյանքի որակը փոխելու համար, և ամենաառաջին խորհուրդը դա ռեժիմն է։ Ինչ ռեժիմով ես ապրում, ու դա շատ կարևոր է, որովհետև քո ռեժիմից կախված է քո առողջության որակը, ֆիզիկական առողջության որակը, հոգեբանության և գիտակցության որակը։ Սխալ ռեժիմը քո կյանք բերել է հիվանդություններ, և այսպես ամենաառաջին կանոնը ճիշտ ժամերին քնել և ճիշտ ժամերին արթնանալ։ Քնել ժամը 8-ին, 9-ին և ամենաուշը 10-ին և արթնանալ առավոտյան արևածագից առաջ։ Եթե այդպես հնարավոր չի քեզ համար և դա քեզ համար դժվար է, ապա մինչև այդ կետին հասնելը գոնե ժամը 6-ին։ Եթե 6-ից ուշ ես դու արթնանում, դու այնտեղ էներգիա ես կորցնելու։ Եվ եթե 10-ից ուշ ես քնում, ապա դու կրկին էներգիա ես կորցնելու։ Իրականում լուսնային էներգիան է մեզ գիշերը սնուցում և վերականգնում է մեր փսիխիկան, հոգեկան աշխարհը։ Ու եթե ժամը 10-ից մինչև ժամը 2-ը 3-ը ընկած հատվածում դու քնած չես լինում, ապա այն հորմոնալ համակարգը, այն հորմոնները, որոնք որ պետք է արտադրվեին, այն ապրաբոտկան, որը որ ուղեղում պետք է տեղի ունենար, լիարժեք ձևով տեղի չի ունենա և բնականաբար քնի որակը վատ է լինելու։ Եվ բնականաբար նաև վերականգնողական պրոցեսներն են վատ լինելու։ Դրա համար դա շատ կարևոր է։ Առավոտյան քնի մասին, իրականում դա վատ սովորություն է, եթե կարող ես հրաժարվել այդ սովորությունից, ապա հրաժարվիր, դա շատ կարևոր է։ Որովհետև առավոտյան նախատեսված է արթուն լինելու համար, գիտակից լինելու համար, շարժվելու համար։ Արևային էներգիան է մեզ սնուցում և մենք պետք է օգտվենք դրանից։ Եվ երեկոյան ժամերին լուսնային էներգիան է գերակշռում և մենք պետք է լսենք մեր օրգանիզմին։ Դա ամենաառաջին կանոնն է, փոխիր քնիդ ռեժիմը և կտեսնես մի որոշ ժամանակ հետո ինչպես է փոխվում քո առողջության վիճակը։ Դա նաև հոգեբանական առողջության մասին է խոսքը, դու կդառնաս հոգեբանորեն ավելի ստաբիլ, ավելի կայուն, որովհետև ճիշտ ռիթմով ես ապրելու։ Աշխատանքի առումով և մնացած այլ ուրիշ առումներով իրականում հասկանալի է, բայց իրականում կյանքը այնպես է, որ դու պետք է հետևես բնության օրենքներին, փորձիր մինիմումի հասցնել այն սովորությունները, որոնք կառուցողական չեն քեզ համար, քո օրգանիզմի համար, և կտեսնես, որ իրականում առողջությունը և կենսունակությունը արժեր, որպեսզի դու փոխեիր քո կյանքի ձևը, քո սովորությունները, քո սկզբունքները։ Շնորհակալություն։